Բարեկամներ, հետաքրքիր խրատական տեսանյութերի շարք եմ լսում, безоправдание օգտատիրոջ ալիքով։ Այսպես է, как умные люди общаются с дураками, թարգմանեցի, ինչպես են խելոք մարդիկ շփվում հիմարների հետ, առաջարկում եմ լսել, կարծում եմ կհավանեք, որպեսզի հետաքրքրությունը չկորցնեք, չձանձրանաք, ես կմիացնեմ բնություն, տեսնեք ծաղկած ծառեր, թփեր եւ այսպես սկսում եմ։ Ինչպես են խելացի մարդիկ շփվում հիմար մարդկանց հետ։ Դու մտածում ես, թե վիճում կամ վիճաբանում ես մարդկանց հետ։ Իրականում դու վիճում ես նրանց եսի հետ։ Եվ այդ մարտում հնարավոր չէ հաղթել։ Մարդկանց մեծ մասը չի փնտրում իսկությունը։ Նրանք պաշտպանում են իրենց համոզմունքը, իրենց աշխարհընկալման պատկերը, իրենց զգացումը, որ իրենք ճիշտ են։ Արտուր Շոպենհաուերը գրում էր, որ մարդը մտնում է վիճաբանության մեջ ոչ թե հասկանալու, այլ չպարտվելու համար։ Եթե դու թեկուզ մեկ անգամ փորձել ես ապացուցել, ուրեմն դու հայտնվել ես այդ ծուղակի մեջ։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ դու գերագնահատում ես մարդկանց բանականությունը, որ եթե բերես ուժեղ փաստարկ, համոզիչ, մանրամասն, հանգիստ, հանգամանալից, մարդը կլսի, կհասկանա, կընդունի։ Բայց դա իլյուզիա է, որովհետև երբ ցանկանում ես բացատրել, դու բախվում ես ոչ թե գիտակցության, այլ նրա պաշտպանիչ համակարգի հետ։ Որովհետև մարդը չի առանձնացնում իրեն իր մտքերից, եւ դա ոչ թե դիրք է, այլ իր ամբողջություն։ Եվ երբ փորձում ես վիճարկել, բացատրել, նա դա ընդունում է որպես հարձակում իր վրա, ոչ թե մտքերի կամ համոզմունքների, ոչ թե մտքերի, այլ հենց իր վրա։ Նրա մոտ գործում է էմոցիան, զգայունությունը եւ ոչ թե լոգիկան, տրամաբանությունը։ Դրանից հետո նրա մոտ ամեն ինչ անցնում է ոչ թե անալիզով, այլ պաշտպանիչ ֆիլտրով։ Նա չի լսում քեզ, որպեսզի հասկանա։ Նա քո խոսքի մեջ փնտրում է սխալ, որից կարող է կարճել, որտեղ ոչ թե դու ես սխալ, որտեղ կարող է շուռ տալ խոսքը, այլ որ ինքն է ճիշտը։ Դա պայքար է։ Նրան անհրաժեշտ է համոզվել, որ ինքը ճիշտ է։ Դա երկխոսություն չէ, դա պայքար է։ Շոպենհաուերը դա անվանում էր էրիստիկայի արվեստ, որտեղ դու ապացուցում ես քո ճշմարտացիությունը, եթե ուշադիր դիտեք, կտեսնեք, որ դա ամենուր է։ Մարդիկ քեզ ընդհատում են, հեռանում են թեմայից, կարճում են մանրուքներից, վեճը տանում են դեպի էմոցիա, ծաղրում են, ընդունում են դիրք, որի પર չեն հասկացել։ Դա պատահականություն չէ, դա ստրատեգիա է։ Հաճախ չգիտակցված, բայց դա իրական է։ Դու կարծում ես, թե խոսում ես մարդու հետ, բայց դու այդպես չէ, բայց դա այդպես չէ։ Դու խոսում ես սխալ մնալու նրա վախի հետ։ Այստեղ գործարկվում է ամենագլխավոր պահը, որտեղ մեծամասնությունը չի հասկանում, որ ինչքան շատ ես հենվում լոգիկայի վրա, այնքան ուժեղանում է դիմադրությունը։ Դու ուժեղացում ես սպառնալիքը, դու չես համոզում, դու նրան մղում ես անկյուն։ Այստեղ նա ոչ թե սկսում է մտածել, այլ ուժեղացում է պաշտպանությունը։ Հենց այդ պատճառով էլ ամենապարզ բաները դառնում են անհասկանալի։ Ոչ թե նրա համար, որ դրանք բարդ են, այլ նրա համար, որ դրանք չեն ուզում ընդունել։ Դրանք մերժվում են ոչ թե իրենց թուլության պատճառով, այլ որ դրանք շատ անհարմար են։ Այդ մարդիկ կարծես թե հիմար չեն։ Նրանք ունեն կրթություն, ինտելեկտ, կառուցում են, աշխատում են, հաշվում են, բայց դա չի նշանակում, որ նրանք մտածում են։ Իսկական մտածելակերպը դա կասկածելն է քո մեջ։ Ուսումնասիրելը 4 կողմը, հրաժարվելը սովորական դարձած երևույթներից։ Իսկ դա ցավեցնող է, դա պահանջում է ուժերի լարում, որը չունի մեծամասնությունը։ Այդ պատճառով էլ հարմար է դառնում վերցնել պատրաստի կարծիք, դիրքեր, կրկնել դրանք, պաշտպանել եւ հաշվել որպես սեփական մտքեր։ Դու տեսնում ես մարդու, որը խոսում է վստահ, բարձրաձայն, փաստարկներով եւ կարծում ես, թե դա բանականություն է, բայց դա հաճախ լավ սովորած սցենար է։ Բառերը կան, հասկացողություն չկա, խորություն չկա, կա միայն իրավացի ընկալվելու ցանկություն։ Կա նաեւ իլյուզիա, պատրանք, ինտելեկտուալ երևալու համար։ Մարդիկ կարծում են, որ խոսելը դա նաեւ մտածելն է։
նրանք կարող են օգտագործել բարդ, խելացի բառեր, օրինակներ բերել, բայց երբ խորությամբ ես նայում, տեսնում ես դատարկություն, որտեղ մտածելը ֆրազների փունջ չէ, դա process է հանդարտ, ներքին, ազնիվ, եւ դա միշտ չէ, որ համընկնում է արտաբերացի հետ։ Դու սկսում ես բացատրել, նա սկսում է պատասխանել, եւ կողքից թվում է, թե երբ խոսում եք, իսկ եթե ուշադիր լինեք, դա երկու հոգու մենախոսություն է։ Յուրաքանչյուրը սպասում է խոսելու իր հերթին, յուրաքանչյուրը առաջ է մղում իր դիրքերը, ոչ մեկը չի փոխվում։ Եվ այդ պահին հարկավոր է գիտակցել հասարակ մի բան. դու մարդու հետ չես խոսում, դու խոսում ես այն կերպարի հետ, որին նա վախենում է կորցնել։ Ցանկացած քո բերած փաստարկը բախվում է ոչ թե լոգիկային, այլ վախին։ Ավելացրու այստեղ նաև մի կարևոր գործոն՝ ամբողին։ Մարդը ներբեռնում է շրջապատից, ընտանիք, ընկերներ, սոցցանցեր, նորություններ եւ հետո այդ բոլորը ներկայացնում է որպես իրենը։ Ոչ թե նրա համար որ ստուգել է, այլ որովհետեւ այն դարձել է իր հենարանը մտածելակերպի մեջ։ Ամբողը նրան տալիս է պաշտպանվածության զգացում, քանի որ չի առանձնացնում եւ չի դառնում թիրախ։ Դա իր համար նշանակում է, որ պետք չէ խորունկ ձևով մտածել։ Բավական է միան կրկնել, իսկ երբ դու գալիս ես ինչ որ այլ բանով, դու ինքնաբերաբար դառնում ես վտանգ, չնայած որ դու ոչինչ չես անում, միայն տարբերվում ես։ Հենց դա բերում է դիմադրության։ Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր ստիպում են կասկածել։ Դա հենարանի կորուստ է։ Դա բերում է հարցի, իսկ միգուցե ես սխալվել եմ այսքան ժամանակ, այդ պատճառով էլ նրանք ընտրում են մերժումը, ծաղրելը, արժեզրկումը, ներփակվելը, իսկ եթե դու շարունակում ես պնդել քո տեսակետը, մերժումն ավելի է ուժեղանում։ Այստեղ ծագում է մի հարց, ինչու ես դու դա անում, ինչու ես ապացուցում, ինչու ես մուտք գործում քեզ չընդունող մի աշխարհ։ Սա գիտեք, բոլորիս էլ հանդիպում է, միշտ է հանդիպում։ Եթե պատասխանում թե որպեսզի նա հասկանա, ապա դու երևի սխալ ես, քանի որ հասկացողությունը պատվաստելը անընդունելի է, մարդը ինքը պիտի հասկանա իսկությունը, եւ եթե նա պատրաստ չէ հասկանալու, խոսելն ավելորդ է։ Արդյունքը միշտ կլինի զրոյական։ Սակայն ավելի հաճախ հարցի խորությունն այլ է։ Դու ուզում ես, որ դու լինես իրավացի, որ քեզ հասկանան, քո ասածը ունենա կշիռ, քեզ ընդունեն։ Սա արդեն իսկության մասին չէ, սա քո մասին է։ Եվ այստեղ տեղի ունենում հակադարձում։ Դու ոչնչով չես տարբերվում նրանցից, ում հետ վիճում ես։ Դու նույնպես պաշտպանում ես, միայն ոչ թե նրան, այլ քեզ։ Եվ այստեղ պարզ է դառնում, որ խոսակցությունները անվերջ են, որովհետև բացակայում է իրականության փնտրտուքը, անալիզը։ Դա երկու եսերի բախում է։ Մեկը ապացուցում է իր ճշմարտացիությունը, իսկ մյուսը դիմադրում։ Հետո տեղերը փոխվում են, բայց էությունը մնում է նույնը։ Դու կարող ես իրավացի լինել խելացի, բայց դու խաղում ես նույն կանոններով։ Իսկ հաղթողը կլինի նա, ով ոչ թե ճիշտն է, այլ նա, ով չի զգում սպառնալիք։ Հենց այդ պատճառով էլ վեճերը ոչինչի չեն բերում։ Վեճերը առաջանում են, որպեսզի ամեն մեկը մնա իր կարծիքին։ Ինչքան շուտ դա հասկանաս, այնքան քիչ էներգիա կկորցնես։ Որովհետև ամենամեծ սխալն է, երբ ուզում ես մարդուն հասկացնել այն, ինչը նա չի ուզում հասկանալ, հարկավոր է սա տեսնել եւ կանգ առնել։ Հարցը փաստարկների մեջ չէ։ Հարցը նրանում է, որ մեծամասնությունը չի փնտրում իսկությունն ու ճշմարտությունը, եւ եթե շարունակես խաղալ նույն խաղը, դու կկորցնես ժամանակդ, էներգիադ, կենտրոնացումդ։ Այդ պատճառով էլ խելացի մարդիկ իրենց դրսևորում են այլ կերպ։ Ոչ թե նրա համար, որ նրանք ավելի թույլ են, այլ որ նրանք տեսնում են ավելի խորը։ Նրանք չեն վիճում, ոչ թե նրա համար, որ ասելիք չունեն, այլ նրա համար, որ հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն։ Վեճը դա ճշմարտության փնտրտուքը չէ։ Դա առավելագույն առավելության հասնելու պայքար է։ Եթե կողմերից մեկը պատրաստ չէ կասկածելու, ապա խոսակցությունը վերածվում է փակ շղթայի։ Դու խոսում ես, նա անդիմանում է, դու ուժեղացնում ես փաստարկները, նա ուժեղացնում է դիմադրությունը։ Դա դեպի առաջ շարժում չէ, դա փակ շրջան է։ Խելոք մարդը դա տեսնում է անմիջապես, նա չի սպասում, մինչև խոսակցությունը կվերածվի կոնֆլիկտի։ Նա զգում է խոսակցի նպատակները, եւ եթե հասկանում է, որ իր առջև ոչ թե փնտրտուք է, այլ պաշտպանություն, նա չի մտնում այդ process-ի մեջ, որովհետև գիտի, որ արդյունքը կանխատեսելի է։ Դա մեծամտություն չէ, դա ռեսուրսների խնայողություն է։ Խելոք մարդիկ ընտրում են, ում հետ կարելի է խոսել,
ամեն խոսակցություն չէ, որ իմաստ ունի, ամեն մարդ չէ, որ բաց է երկխոսության համար։ Եվ դա նորմալ է։ Պրոբլեմը նրանում է, որ դու փորձում ես բոլորի հետ խոսել նույն ձևով, նույն ոճով, բացատրել յուրաքանչյուրին, ապացուցել յուրաքանչյուրին։ Եվ այդ պահին դու քո էներգիան բաժանում ես նրանց, ովքեր ընդունակ չեն դա ընդունել։ Էներգիան սահմանափակ ռեսուրս է, ուշադրությունը սահմանափակ ռեսուրս է, կենտրոնանալը սահմանափակ ռեսուրս է, եւ այն ծախսում ես, եթե այն ծախսում ես անօգուտ խոսակցությունների վրա, քեզ ոչինչ չի մնում կարևորի համար։ Խելոք մարդը նայում է դիմացինի վրա եւ իրեն հարց տալիս. կա արդյոք այստեղ հասկանալու շանս։ Եթե պատասխան չկա, նա չի շարունակում։ Առանց էմոցիաների, առանց փորձելու կարելի է թե ոչ, որովհետև հասկանում է, որ ամեն խոսակցությունում չէ որ կարելի է շահել, որ խոսակցություն կարելի է եւ չսկսել։ Հետո լռությունն է, որը շատերին թվում է թե թուլություն է, փաստարկների բացակայություն, պարտություն, սակայն իրականում դա ամենաուժեղ գործիքներից մեկն է։ Երբ դու չես արձագանքում, դու չես մտնում խաղի մեջ։ Դու մարդուն զրկում ես կարճելու հնարավորությունից եւ այդ պահին կատարում ես զարմանալի բան։ Դու նրան միայնակ ես թողում։ Մարդը վերաբերմունք չի տեսնում, դիմադրություն չի ստանում, նրա համակարգը չի հասկանում ինչպես արձագանքել, քանի որ այն սպասում էր հարձակում, պայքար, սակայն պայքար չկա։ Լռությունը պատասխանի ձև չէ, դա գիտակցված ընտրություն է։ Չծախսել քեզ, քո էներգիան։ Ստոիկներն ասում են. ամեն ինչ չէ, որ պետք է արձագանքել, ամեն ինչին չէ, որ պետք է արձագանքել։ Մարկոս Ավրելիուսն ասում էր. եթե ինչ որ բան քեզ նյարդայնացնում է, ապա խնդրեմը ոչ թե դրանում է, այլ քո ընկալման մեջ։ Եվ երբ դու հասկանում ես, դու դադարում ես ինքնաբերաբար միանալ։ Խելոք մարդը չի արձագանքում ամեն ինչին։ Նա ընտրում է արձագանքելու այն պահը, երբ դա ունի իմաստ։ Հաջորդը։ Նրանք չեն փորձում համոզել հակառակը, որովհետև թվում է, թե եթե դու ճշմարտացի ես, ապա պիտի որ փորձես հասկացնել մյուսներին։ Սակայն ճշմարտությունը նրանում է, որ մարդիկ չեն փոխվում ճնշման տակ։ Նրանք փոխվում են միայն այն ժամանակ, երբ պատրաստ են դրան։ Հակառակը ապացուցելու փորձերը համարյա ճնշում է։ Նույնիսկ եթե փաստարկներն անհերքելի են, լոգիկան երկաթե, մարդը մնում է իր կարծիքից ամուր բռնված, քանի որ այդ դեպքում նա կորցնում է իր դեմքը։ Խելոք մարդը դա գիտի։ Նա չի փորձում կոտրել, նա չի փորձում ճնշել, նա կարող է ասել իր կարծիքը հանգիստ, պարզ, առանց ագրեսիայի եւ կանգնել, առանց ներքին լարվածության, որովհետեւ գիտե, եթե մարդը պատրաստ է, նա կլսի քեզ խոսքից։ Եթե պատրաստ չէ, չի հասկանա նույնիսկ 1 ժամ բացատրելուց հետո։ Եվ այստեղ հայտնվում է եւս մեկ մակարդակ։ Դիստանցիա։ Ոչ միայն ֆիզիկական, այլ էմոցիոնալ եւ ինտելեկտուալ։ Երբ դու ներգրաված ես էմոցիոնալ կերպով, դու կորցնում ես վերահսկողությունը։ Դու սկսում ես արձագանքել եւ ոչ թե գործել։ Դու կարճում ես խոսքերից եւ արագությունից, ինտոնացիայից, մանրուքներից, դու ուզում ես ապացուցել, պատասխանել, հաղթել։ Խելոք մարդը պահպանում է դիստանցիան։ Նա չի խորասուզվում այլոց էմոցիաների մեջ, նա չի ընդունում այլոց ռեակցիան։ Նա մնում է իր դիրքում։ Դա սառնություն չէ, դա վերահսկումն է։ Նիցշեն գրում է, որ մարդկության մեծ մասն ապրում է հոտի պես, նրանք փնտրում են հավանություն, վախենում են առանձնանալուց, կրկնում են ուրիշների հետևից։ Եթե դու սկսում ես վիճել նրանց հետ, դու մտնում ես կոնֆլիկտի մեջ ոչ թե մեկ մարդու, այլ այն համակարգի հետ, որում նա ապրում է։ Այստեղ կարևոր է հասկանալ, դու պարտավոր չես դա փոխել, դու պարտավոր չես բոլորին փրկել, դու պարտավոր չես բոլորին համոզել, դու պարտավոր չես բացատրել ակնհայտը, դա քո խնդիրը չէ, քո խնդիրը քեզ պահպանելն է։ Սենեկան ասում էր, կյանքը այնքան կարճ է, որ անօգուտ է այն ծախսել անօգուտ բաների վրա։ Եվ վեճերը, որոնք տանում են ոչ մի տեղ, մեծ կորուստներից մեկն են։ Նրանք արդյունք չեն տալիս, սակայն կլանում են էներգիատ, եւ ամենավտանգավորը, դու չես էլ նկատում, թե ինչպես է այն տեղի ունենում։ Դու խոսակցությունից դուրս ես գալի հոգնած, գրգռված, զգացում է, որ քեզ չեն հասկացել եւ ուզում ես կամ շարունակել կամ ապացուցել ավելի ու ավելի ուժգին։ Եվ այդպես շրջանաձև։ Խելոք մարդը քանդում է այդ շրջանը։ Ինքը չի ապացուցում, որ ինքը ճիշտ է եւ որ ինքը կախում չունի ուրիշի համաձայնությունից։ Ինքը չի սպասում արտաքին համաձայնության։
ինքը կարիք չունի, որ բոլորը իրեն հասկանան, եւ հենց դրանով նա ազատ է։ Ազատ է բացատրելու անհրաժեշտությունից, ազատ է վիճելու ցանկությունից, ազատ է ուրիշների կարծիքների կախվածությունից։ Նա կարող է մտնել խոսակցության մեջ, կարող է դուրս գալ, կարող է պատասխանել, կարող է լռել, եւ ամեն մի դեպքում դա կլինի ընտրություն եւ ոչ թե ռեակցիա։ Այստեղ առաջ է գալիս կարևոր տարբերակում։ Սովորական մարդը արձագանքում է, նրան դիպչում են, նա պատասխանում է, նրան չեն հասկանում, նա ուժեղացնում է, նրան սադրում են, նա միանում է։ Խելոք մարդը գործում է, նա ուսումնասիրում է իրավիճակը, արժե արդյոք ուշադրություն դարձնել։ Եվ եթե հասկանում է, որ չարժե, նա չի մասնակցում։ Առանց դրամայի, առանց բացատրության, ուղղակի չի մասնակցում։ Դա թուլություն չէ, դա ուժ է։ Որովհետև իսկական ուժը ոչ թե վեճը շահելն է, այլ դրա մեջ չմտնելը։ Հիմա ամենատհաճը, դու մտածում ես, թե այս տեքստը ուրիշ մարդկանց մասին է, ովքեր չեն լսում, չեն տեսնում, վիճում են, պաշտպանվում, սակայն ազնվոր են ընդունեն, որ պրոբլեմը միայն ուրիշների մեջ չէ, պրոբլեմը նաև քո մեջ է, որովհետև եթե քեզ կարողացել են ներքաշել հիմար վեճի մեջ, ուրեմն դու ես այդ համակարգի մեջ, դու արդեն արձագանքում ես, ապացուցում ես, եւ այդ պահին դու չես տարբերվում նրանցից, ում հետ վիճում ես, դու նույնպես ուզում ես հիմարորեն իրավացի լինել, դու նույնպես ուզում ես հիմար չերևալ, դու նույնպես նյարդայնանում ես, որ քեզ չեն հասկանում, դա հարկավոր է դիտարկել մակարդակի մեջ, որովհետև երբ սկսում ես բացատրել, ապացուցել, դու նույնպես դառնում ես կոնֆլիկտի մաս։ Տուր քեզ մի հասարակ հարց։ Իսկ ինչու է դա քեզ հետ առնչվում։ Ինչն է քեզ համար կարևոր ապացուցել։ Ինչու չես կարող պարզապես ընդհատել եւ շարունակել ուղիդ։ Պատասխանը ավելի քան խորքային է։ Հաճախ դա իսկության մասին չէ, այլ ցանկության, որ քո կարծիքն ունենա կշիռ, որպեսզի քեզ ընդունեն լրջորեն, եւ այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա։ Դա հիմնական մարդկային ցանկությունն է։ Սակայն հենց դա է քեզ դարձնում խոցելի, որովհետև այդ պահին քեզ կարող են կառավարել։ Բավական է դիպչեն քո տեսակետին, եւ դու արդեն միանում ես։ Սկսում ես բացատրել, փաստարկել, վիճել։ Ինչքան ուժգին ես զգում, որ չհասկացված ես, այնքան շատ ես ջանում, եւ դրանով ավելի շատ ես ընկալվում։ Քեզ թվում է, թե տիրապետում ես իրավիճակին, սակայն իրականում քեզ արդեն ներ են քաշել։ Եվ հենց այստեղ ընդգծվում է սահմանը։ Իսկական ինտելեկտը ոչ թե գիտելիքն է, փաստարկների քանակը կամ գեղեցիկ խոսելը, այլ կանգ առնելու ունակությունը։ Կանգ առնել, երբ ուզում ես պատասխանել, երբ քեզ սադրում են, կանգ առնել, երբ արդեն ուզում ես ապացույցներ բերել։ Որովհետև հենց այդ պահին է, որ երևում է, թե ով ես դու իրականում։ Եթե դու չես կարողանում չպատասխանել, ուրեմն դու կախված ես իրավիճակից։ Եթե չես կարողանում բաց թողել, ուրեմն դու թույլ ես այդ իրավիճակում։ Եթե քեզ պետք է ապացուցել, ուրեմն դու արդեն պարտված ես։ Սա ցավոտ է, բայց սա ճշմարտություն է։ Դու կարող ես փիլիսոփայության մեջ կարդում ես շատ գրքեր, կարող ես ասել ճիշտ խոսքեր, բայց երբ հնարավոր է քեզ հանել համբերությունից, ինքնատիրապետումից եւ քաշել անիմաստ վեճի մեջ, դրանք ոչինչ չարժեն։ Որովհետև իրական կյանքում արժեք ունի ոչ թե այն, թե ինչ գիտես, այլ թե ինչպես ես քեզ դրսևորում։ Ահա այստեղ շատերը կոտրվում են, նրանք ամենը հասկանում են բառերի մակարդակով, համաձայնվում են, գլխով են անում, սակայն իրականում կյանքում ամեն ինչ անում են առաջվա պես։ Կրկին պատասխանում են։ Վիճում, ապացուցում, ծախսում էներգիան։ Ինչու՞, որովհետև ի վիճակի չեն հսկել իրենց ներքնաշխարհը։ Գիտելիք ունեն, բայց չունեն օգտագործելու ուժ։ Իսկ ուժը դա ինչ որ վերամբարձ абստրակտ երևույթ չէ, դա կոնկրետ գործողություն է, ավելի ճիշտ գործելու ընդունակություն, չպատասխանել, չմիանալ, չշարունակել։ Դա թվացյալ պարտություն է, բայց գործնականում համարյա անհնարին, որովհետև այն ընթանում է սովորություններին հակառակ, եսին հակառակ, ապացուցելու ցանկություններին հակառակ։ Այդ պատճառով նրան առանձնացնում են նրանց, ով դա հասկանում է, նրանցից, ով անկարող է վերահսկել իրեն։ Կա ևս մի գործոն, որ կարևոր է գիտակցել։ Դու պարտավոր չես բացատրել, պարտավոր չես արդարանալ, պարտավոր չես ապացուցել քո տեսակետը յուրաքանչյուրին, ով նրա հետ համաձայն չէ։ Դա քո պատասխանատվությունը չէ։ Քո պատասխանատվությունը քեզ համար, քո էներգիայի համար է, քո ուշադրության համար։
Եվ երբ սկսում ես դա հասկանալ, փոխվում է ամեն ինչ։ Դու դադարում ես որպես մարտահրավեր ընդունել ամեն վեճ, դադարում ես ամեն վեճի մեջ վտանգ կամ սպառնալիք տեսնել, դադարում ես ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, դու դառնում ես հանգիստ, ավելի ճիշտ, ավելի ազատ, որովհետև այլևս կախված չես ուրիշի ռեակցիայից։ Դու կարող ես հայտնել քո կարծիքը եւ չսպասել պատասխանի, կարող ես լսել անհամաձայնությունը եւ չմիանալ, կարող ես հանդիպել հիմարության եւ չփորձել ուղղել։ Եվ դրանում է ուժը, ոչ թե հաղթելու մեջ, այլ չմասնակցելու մեջ, որովհետև մարդկանց մեծ մասը ապրում է անընդմեջ ռեակցիայի մեջ։ Նրանց դիպչում են, նրանք միանում են, նրանց սադրում են, նրանք պատասխանում են, նրանք չեն հասկանում, նրանք ուժեղացնում են դիմադրությունը, նրանք չեն կառավարում իրենց, կառավարվում են։ Եվ եթե ուզում ես դուրս գալ շրջանից, պետք է հասկանալ հասարակ, բայց ոչ հաճելի բան։ Դու չես կարող փոխել ուրիշներին, դու չես կարող ստիպել նրանց, դու չես կարող բացել նրանց աչքերը, եթե նրանք դա չեն ուզում։ Բայց դու կարող ես փոխել քո վարքագիծը, քո վարքը, կարող ես դադարել ծախսել էներգիատ այնտեղ, որտեղ արդյունք չկա, դադարել ապացուցել։ Հենց դա էլ իսկական շրջադարձն է, որովհետև դու դադարում ես պայքարելը, դադարում ես դիմադրել, դադարում ես խաղալ խաղը, որում հնարավոր չէ հաղթել, եւ սկսում ես ապրել այլ կերպ։ Հանգիստ, մաքուր, ճշգրտված եւ ամենագլխավորը՝ գիտակցված։ Երբեմն ամենախելացի պատասխանի բացակայությունն է։